Թևոսյան 1 դրոպ 3 բնակելի համալիր, քո երազանքի բնակարանն արդեն պատրաստ է, գնիր բնակարան տարաժամկետ վճարման տարբերակով, վայելիր այն, ամռանը։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօրվա եթերը եթե վերնագրելու լինենք, կուզենայի վերնագրվի ինչ են ծխում քաղաքական պատուհասների կամ քաղաքական փորձանքների ակումբի անդամները։ Արսեն Թորոսյան, առողջապահության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո խելքի չի գալիս։ Ուրեմն ինչ է ասում այս ապիկար երկոտանին։ Ադրբեջան, ես բառացի եմ կարդում, որ ճիշտ լինի։ Ադրբեջանի կեղծ պնդումներն իրենց վրա հարձակման մասին ապացուցում են, որ խաղաղության պայմանագիրը լավ բանակցված փաստաթուղթ է մեզ համար, ով կարա մեկնաբանի սա։ Սա ինչի ազդեցության տակ է, այս երկոտանի։ Արա նախ սկսենք դրանից, որ դու առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ ես, դու շկապ ունես պաշտպանական խնդիրների հետ, արտաքին անվտանգության խնդիրների հետ։ Ոչ մի տրամաբանություն չկա, խնդրում եմ հիշեք ինչ որ կարդացի, մի հատ փորձեք հասկանալ։ Մի ուրիշ անթրաշ երկոտանի Արթուր Հովհաննիսյան, այն որ իմ ընկերոջը Ղազարյան Էդգարին ասում էր ականջներն հետ կկտրենք, լեզուներ հետ, այդ աղա դուսկի մկրատով թուղթ չես կարող կտրես։ Ընդդիմադիր ուժերը ուզում են խաթարել խաղաղության գործընթացը, այդ նշանակում է ուժեղ Հայաստան, ասենք սա ինչի ազդեցության տակ է այս անձնավորությունը։ Մի հատ խնդրում եմ բացատրեք, էլի, նորից եմ ասում, ընդդիմադիր ուժեր ուզում են խաթարել խաղաղության գործընթացը, այն նշանակում է ուժեղ Հայաստան։ Լավ, սրանք որտեղից են եկել, ուր են տանում այս երկիրը։ Ալի Սեմին, խայտառակ հայտարարություն։ Արցախցիները պետք է հայց ներկայացնեն այն մարդկանց դեմ, ում երեխաները գնացել եւ զոհվել են։ Լավ, դու փորձանք ես արա, այդ քաղաքական փորձանքի ՔՓ-ի կլուբի անդամ։ Ոնց թե այն ծնողների դեմ ում երեխեքը գնացել զոհվել են։ Հերիք չգնացել զոհվել են, մի հատ է դեմները կամ ինչ պահանջով, մի հատ դու իրավաբանական կրթություն ունես, ելի եմ ասում, ես ձեռս կոտրվի, քեզ գնահատական չդնեի։ Ինչ հայց ներկայացնեն որդեկորույս մայրերի, հայրերի դեմ։ Արա դու գեդինը չեք մտնում, ես ինչ եք քաշում դուք, արա։ Ինչ եք ծախում, որ այդպես ընկնում եք ցայտնոտի մեջ։ Այսօր որոշել էի սահմանափակ ելույթ ունենալ, բայց մի հարցի չեմ կարա չանդրադառնամ։ Այն Քոչարյան Անդրանիկ կոչեցյալ են Բեղլուի պահվածքին լրագրողների հանդեպ, մասնավորապես Ռիփսիմե Ջեբեջյանի հետ կապված։ Այդ աղա, դու խաբար ես, որ թույլ ես տվել քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը, ընդ որում երկրորդ մասը քո ծառայողական դիրքը օգտագործելով, որի համար նախատեսված է 2-ից 5 տարի ազատազրկում։ Հիմա ես որպես քաղաքացի պահանջում եմ եւ նաեւ հորդորում եմ լրագրողների, որ հետամուտ լինեն, որ սրա նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնվի։ Կրկնում եմ 237-րդ հոդվածի երկրորդ մասով 2-ից 5 տարի ազատազրկում։ Դու քանի գլխան ես, արա, որ կայնես լրագրողին ասես հերրու գնաս տեղ մի արի։ Այսինքն դու խոչընդոտում ես լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը։ Եվ վերջում Նիկոլ Փաշինը ինչ որ ասում են պահանջելա, որ դիմում գրեն նրանք, որ հանկարծ Գյումրու ընտրություններում չկարողանան հաղթանակ ապովել։ Նիկոլ, լսի, չեմ վիրավորում քեզ, բայց միանգամից ասա թող գրեն դիմումը, որովհետև դու Գյումրիում պարտվելու ես։ Եթե իհարկե տոտալ բռնաճնշումների եւ ապօրինությունների չանցնես։ Եթե իհարկե ախալքալակից մարդկանց չբերես քվեարկեր 10։ Բռնություններ չկիրառես, ապօրինի ձերբակալումներ։ Դու Գյումրիում պարտված ես։ Վեշերը թավաքի։